Ներս մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք արիացիների պատկերացումները նյութական աշխարհի արարչագործության մասին։ Ինչպես տեսնում ենք, արիացիների գաղափարախոսությունը ինքը տարբերվում է նրանով, որ նրանք արարչագործությունը դիտարկում են նաև հոգեբանական տեսանկյունից, թեկուզ եւ մեխանիկական տեսանկյունից նույնպես նկարագրում են բավականին մանրակրկիտ։ Այսինքն երբեք չի հնչում այդպիսի խոսքեր, որ ուղղակի Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը արարեց նյութական աշխարհը եւ վերջ։ Մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք մանրակրկիտ նկարագրում են, թե ինչ սկզբունքների հիմքի վրա, ինչ հոգեբանության հիմքի վրա, դարապես, ինչ օրինաչափությունների հիմքի վրա արարվում է նյութական աշխարհը։ Իհարկե կարելի է, ասենք, բանանել, հակադրվել այս գիտելիքին, բայց կարելի է ուղղակի փորձել մի փոքր ուշադիր նայել այս աշխարհին, այս գիտելիքի միջոցով, եւ այդ ժամանակ ինքը միանգամայն պարզ կդառնա, որ երբ որ մենք հենվում ենք արիացիների գիտելիքի վրա, հատկապես նրա նյութական աշխարհի հոգեբանական կառուցվածքի շուրջ, ապա աշխարհը ինքը դառնում է մեզ համար փաստացի ուղղակի բաց գիրք։ Իհարկե, միշտ չի, որ մարդը ինքը կարող է իրեն թույլ տալ ասել այն ամենը, ինչ ինքը հասկանում է այս գիտելիքի հիմքի վրա, որովհետև աստվածամեժության դարաշրջանը ինքը արդեն իսկ ինքը խոսքը ասում է իր մասին, չէ՞, եւ սա նշանակում է, որ սա դարաշրջան է, որը չի սիրում մաքրություն, չի սիրում զսպվածություն եւ ահավոր չի սիրում ճշմարտությունը։ Դրա համար իհարկե մեր դարաշրջանում ցանկացած անձնավորություն, որը ինքը գոնե մի քայլ կմոտենա որևիցե մի իրական ճշմարտության, ինքը ամենաշապես հայտնվում է, եթե այսպես կարելի ասել, ուշադրության կենտրոնում եւ ամեն ինչ արվում է, որպեսզի այդ անձնավորությունները իրենք հետ կանգնեն, որովհետեւ մենք ձեզ հետ քննարկել ենք, որ արիացիները իրենք ասում են, որ հոգևոր կյանքը, ընդհանրապես կրոնականությունը ինքը պետք է հենված լինի 4 սյուների վրա։ Այդ 4 սյուներից են ճգնությունը, մաքրությունը, ողորմածությունը եւ ճշմարտացիությունը։ Մենք ձեզ հետ բազմիցս խոսել ենք դրա մասին, որ արիացիները իրենք բաժանում են նյութական աշխարհի ժամանակը 4 դարաշրջանների։ Կներեք, այդ 4 դարաշրջաններն են ոսկե դարաշրջանը, արծաթյա, բրոնզե եւ երկաթե։ Բազմիցս խոսել ենք դրա մասին, որ առաջին 3 դարաշրջանները իրենք տարբերվում են նրանով, որ այդ դարաշրջաններում միշտ կա հոգևոր տարածք, այսինքն հոգևոր պետություններ, եթե մենք խոսում ենք մեր մոլորակի մասին։ Երբ որ խոսքը գնում է արդեն աստվածամեժության դարաշրջանի մասին, ապա ինքը բառը արդեն հուշում է, որ դա մի դարաշրջան է, որտեղ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը հավաքում է այն կենդանի էակներին, ովքեր որ արդեն բացարձակ մակարդակի վրա, ուրեմն չեն ուզում ենթարկվել աստվածային օրենքներին։ Եվ այս դարաշրջանը ինքը հենց, ինչպես տեսնում ենք, հենց այդպիսինն է, մեր ժամանակներում մի թեթև տարբերվում է, որովհետև մենք ապրում ենք յուրահատուկ աստվածամեժության դարաշրջանում, որտեղ 72 այսպիսի դարաշրջանը մեկ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը հայտարարում է միջանկյալ ոսկե դարաշրջանի հաստատում։ Եվ հիմա ենթադրվում է, որ մենք արդեն գտնվում ենք այդ փուլում, թե ինչքանով կամ ինչքան կտևի այդ ընթացքը, որ ուրեմն այդ ոսկե դարաշրջանը ինքը արտահայտվի, դա երևի միայն Աստված գիտի, որովհետև ասենք այս պահին մենք տեսնում ենք, որ համաշխարհային տենդենսները իրանք
դեռ որ չեն ենթադրում ոսկե դարաշրջան, հա, բայց բոլոր դեպքերում երբ որ կրոնական աստվածամերժության դարաշրջանում հայտարարվում է կրոնականության դարաշրջան, դա առաջին հերթին նշանակում է, որ այդ ընթացքում շատ են լինում հոգևորով հետաքրքրվող կենդանի էակներ։ Եվ ասենք մենք այս պահին հենց այդպիսի երևույթ էլ նկատում ենք, դրա համար երբ որ մենք ասում ենք աստվածամերժության դարաշրջան, մարդու մեջ կասկած է մտնում, որտեղ այս պահին կրոնականությունը ինքը բավականին ուրեմն ազնվորությունները, որոնք հետաքրքրվում են կրոնականության բուն էությամբ, բավականին շատ են այդպիսի ազնվորությունները։ Ուրեմն, սիրելիներս, չէ, մենք տեսնում ենք, որ աստվածամերժության դարաշրջանում վերանում է կրոնականության վերջի սյունը, այսինքն ճշմարտացիությունը։ Եվ որովհետև այլևս չկա ճգնությունների հանդեպ հակում, այլևս չկա մաքրության հանդեպ հակում, չկա ողորմածության հանդեպ հակում, կյանքը ինքը լցվում է զգայարանները ազատ բավարարելու կամ բռնության կամ այդ էլի անմաքուր սովորություններ ունենալու, մսակերություն, ինտոքսիկացիաներ, չգիտեմ, ազարտ խաղեր, սեռական այլասերվածություններ եւ այլն, չէ, որովհետեւ այդ ամեն ինչը արդեն ինքը իրականացվում է եւ ծնվում են այն հոգիները, որոնք իրենք այդ այդ ոչ մաքուր սովորությունների հանդեպ հակում ունեն, չէ, ապա ուրեմն աստվածամերժերը իրանք ոչ էլ պայքարում են, պայքարելու թեմա էլ չկա այդ բանը, որտեղ նույնիսկ կրոնական մարդիկ իրենք չեն պահում իրականում հոգևոր կյանքին համապատասխան սկզբունքները մաքրության, չէ, եւ մնում է ճշմարտությունը։ Եվ հասարակությունը ինքը դառնում է 100%-անի աթեիստ, եւ որ ինքը այլևս չի հետաքրքրվում ճշմարտությամբ։ Հասկանում եք։ Եվ խոսքս գնում է նրա մասին, որ եթե ազնվորությունը ինքը վերցնում է այս գիտելիքը, կիրառում է այս գիտելիքը, սովորաբար մարդիկ իրենք միանգամից ասես փորձում են ուրիշ մարդկանց ասել ոգևորված բան, իրականում այդպիսի բաներ անել պետք չի։ Գիտելիքը պետք է առաջին հերթին վերցնել սեփական ուրեմն իմաստությունը ավելացնելու համար, սկսել նայել աշխարհին այս գիտելիքի բանով, միջով կամ հենված այս գիտելիքի վրա, չէ, եւ տեսնել, թե ինչքանով է այս գիտելիքը իրեն արդարացնում։ Որովհետև ընդհանրապես, երբ որ մենք ինչ-որ մի բանով զբաղվում ենք, չէ, մեզ առաջին հերթին պիտի հետաքրքրի արդյունքը։ Եթե արդյունքը ինքը չի ստացվում, իսկ դա կնշանակի, որ գաղափարախոսությունը ինքը ինչ-որ այդքան էլ մաքուր նպատակներ չի հետապնդում։ Ուրեմն այս պահին մենք ձեզ հետ քննարկում ենք ուրեմն բանը արարչագործությունը եւ անցյալ անգամ խոսեցինք ձեզ հետ բաների մասին, խոսեցինք արարչագործության առաջի էտապի մասին, չէ, խոսեցինք ժամանակի մասին, գոյավիճակների մասին, երկրորդ էտապով խոսվեց դրա մասին, որ ուրեմն բանը, չէ, առաջի էտապը հələ դեռ որ մենք քննարկել ենք կներեք, հա, ուրեմն խոսացվեց արարիչ սկզբունքի մասին եւ ավիրման սկզբունքների մասին եւ այդ թեմայով մենք ձեզ հետ զրուցեցինք 3։ Ուրեմն ես այսօր կարդում եմ մեր այսօրվա տեքստերը եւ մենք շարունակում ենք քննարկել։ Շիմոն Բաղավատամ 3-րդ երգ 10-րդ գլուխ 15-րդ տեքստ։ Արարչագործության 9 փուլերից առաջինում ստեղծվում է Մահաթ Տատվան, բոլոր նյութական տարրերի ամբողջությունը, որի մեջ գերագույն Տիրոջ ներկայության շնորհիվ տեղի է ունենում նյութական բնության գունաների փոխազդեցությունը։ Երկրորդ փուլում առաջանում է կեղծ եսը, իսկ էգոյի ներսում ձևավորվում են նյութական տարրերը, նյութական գիտելիքը եւ նյութական գործունեությունը։ Հա, ուրեմն ինչպես տեսնում ենք, սա բավականին բարդ տեքստեր են հիմա գնում, չէ,
եւ առաջագործության process-ը շարունակում է նկարագրվել։ Հիմա Ուրեմն այս տեքստերը իրանք հիմա խոսելու են առաջագործության, ինչպես ասվեց, 9 էտապի մասին։ Այսինքն արիացիները իրենք պնդում են, որ նյութական աշխարհի առաջագործությունը ինքը բաղկացած է 9 փուլից։ Հա? Եվ ուրեմն ինչի մասին է խոսքը։ Եթե մենք խոսում ենք հոգեբանության տեսանկյունից, չէ, ապա խոսքը գնում է նրա մասին, որ երբ որ հավերժ հոգին ինքը ցանկություն է հայտնում ինչ-որ իրականություն փոխել նյութական աշխարհում, հոգևոր աշխարհում, եւ առաջին հերթին դա վերաբերվում է իր սեփական դիրքին, իսկ հետեւաբար իր սեփական մարմնին, հա, ուրեմն հիմա գերակույն մենք խոսել ենք դրա մասին, որ հոգևոր աշխարհում ոչինչը հնարավոր չի փոխել, որովհետեւ այդտեղ ոչ թե հնարավոր չի փոխել, այդտեղ տրանսֆորմացիա կա իհարկե, բայց այդ տրանսֆորմացիայի մասին մենք հետո կխոսանք, էլի։ Հիմա եկեք ասենք այսպես, որ այդտեղ ոչինչ հնարավոր չի փոխել, որտեղ դա հավերժության աշխարհն է։ Եվ ամեն ինչ ինչ որ կա, ինքը կա հավերժ։ Ոչ մի բանը հնարավոր չի, ոչ այսպես ասենք, ոչ մի բանը հնարավոր չի ոչնչացնել, ոչ թե փոխել, այլ ոչնչացնել։ Հա, որտեղ տրանսֆորմացիայի հնարավոր է ենթարկել։ Հիմա մենք ձեզ հետ բազմիցս արդեն խոսել ենք դրա մասին, որ երբ որ կենդանիակը ինքը այդպիսի ցանկություն է ունենում, հիմա գերագույն աստվածավորությունը ինքը պատրաստ է կատարել եւ կենդանիակի այդ ցանկությունը։ Այսինքն մենք ձեզ հետ բազմիցս խոսել ենք դրա մասին, չէ, որ կենդանիակները իրենք ուրեմն նյութական հոգևոր աշխարհում եւ նյութական աշխարհում ունեն մի ազատություն։ Դա ցանկությունն է, այսինքն ընտրության ազատություն ունի կենդանիակը։ Եվ երբ որ կենդանիակը ինքը այդպիսի տրամադրություն է ունենում, գերագույն աստվածավորությունը ինքը խոսք է տվել կենդանիակին ընտրության ազատություն եւ ինքը անմիջապես բավարարում է կենդանիակի այդ ցանկությունը։ Հիմա տեխնիկապես ինչ է սա նշանակում։ Տեխնիկապես սա նշանակում է, որ կենդանիակը ինքը պիտի մոռանա իր մարմինը։ Եթե ինքը պիտի մոռանա, որպեսզի ուրիշ մարմին վերցնի, չէ՞։ Հիմա եթե ինքը պիտի մոռանա իր մարմինը, դա նշանակում է, այսպես միանգամից նշանակում է, որ ինքը պիտի մոռանա, որ ինքը հոգի է, որ իր մարմինը հոգևոր է, այսինքն որ ինքը հոգի է։ Հասկանում եք։ Եվ հիմա արիացիները իրանք նկարագրում են տեխնիկապես մանրամասնությամբ, թե ինչպես է ձևավորվում նյութական աշխարհում այդ ինչ փուլեր է, այս 9 փուլերը դա են, դա այն փուլերն են, որոնք վերջնականում պիտի բերեն կենդանիակին երկու իրականության։ Առաջինը դա նա է, որ ինքը պիտի մոռանա իր հավերժ դիրքը, երկրորդը դա նա է, որ ինքը պիտի վերցնի իր համար նոր մարմին։ Այդ իր ցանկությունը, որ ինքը ուզում է ինչ-որ մի հատ ուրիշ բան լինել, պիտի իրականացվի։ Չէ՞։ Եւ հիմա արիացիները հենց այդ process-ն են ներկայացնում։ Հասկանում եք, թե ասենք, այդ ինքը ընդհանրապես ինչպես է բան արվում էլի, ինչպես է ձևավորվում բանը, թե ինչպես են այդ տեղի ունենում այն process-ները, որոնց ընթացքում կենդանիակը ինքը պիտի մոռանա իրան, հա, նույնացնի իրան նյութական աշխարհի հետ, նյութի հետ եւ սկսի ընկալել նյութական աշխարհը որպես իր համար բանալած ընձեռնված, հա, ուրեմն գործունեության դաշտ, որտեղ ինքը կարող է ստանալ ուրեմն վայելքներ, գործել, հա, բայց արդեն այդ կեղծ եսի ազդեցության տակ, այսինքն երբ որ ինքը ունի մի մարմին, որը իրականում իրական հավերժ մարմնի հետ կապ չունի։ Ուրեմն ինչ խոսվեց։ Խոսացվեց նրա մասին, մենք սա արդեն մի անգամ խոսացել ենք, ես դες նախորդ զգուշացրել եմ, որ այս խոսակցությունը բաղավատամ ինքը այսպես 3 շրջան նույն բանի մասին համարյա խոսում է։ Չէ՞։ Ուրեմն առաջի этаպը, առաջագործության, դա այսպես կոչված մահատատվան է։
Այսինքն այն ինչ որ գիտականները հիմա մենք տեսնում ենք թե գիտականները այդ բոլոր հուշումները որտեղից են վերցրել, հա? Ուրեմն այն ինչ որ գիտականները հետագայում հայտարարում են այդ բանը, Կարլ Նյութը, հա? Հիմա տեսեք, այսինքն դա ասա այդ նույն գաղափարն է, կամ մահատատվան, այսինքն այդ Նյութի բանել է, սավակուկտը սա հայերեն, այդ հավաքական նյութը կա ատոմար, որ դեռ ինքը ձևավորված չի, էլի ինքը բաժանված չի, օրինակ ասենք, չգիտեմ, երկաթի, չգիտեմ, քարերի, չգիտեմ ինչի, այլ պրոստը ատոմար այդ մահատատվան։ Մենք մի անգամ խոսել ենք, ես ասել եմ, որ դա իրականում նման է պլաստիլինի, հա? Որտեղ դեռ չբացահայտված ձևով, հա, իրանք էդ են ասում, որ այդ նյութի մեջ ինքը նյութական բազմազանություն ստեղծելու պոտենցիան ինքը դրված է, բայց արտահայտված չի, այսինքն սա ուղղակի նյութ է, ոնց որ պլաստիլինը, դա ուղղակի պլաստիլին է, հետո պլաստիլինից կարելի է ինչ ուզում ես սարքել, չէ՞, այսինքն երբ որ մենք խոսում ենք մահատատվայի մասին, չէ՞, դա դեռ ոնց ասեմ, էլի, դա դեռ ոնց որ այն լիարժեք կոպիտ աշխարհը չի, հասկանում եք, դրանք դեռ մոլորակները չեն, մարմինները չեն, հա, առարկաները չեն, այնքը դա այդ նախասկրտնական նյութական սուբստանցիան է, չէ, որը ինքը իր մեջ պարունակում է այդ ամեն ինչը դառնալու պոտենցիան, հասկանում եք, ուրեմն սա առաջին բանն է, որը, այսինքն Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը տվեց տարածքը, որը ես միշտ քննարկում եմ, չէ, եւ տվեց, պատկերավոր այդպես էլ շարունակենք, հա, եւ տվեց այն պլաստիլինը, որից կենդանիակը իր համար կարող է ուրեմն ստանալ տարբեր մարմիններ, հա, եւ ուրեմն խոսեցվեց նրա մասին, որ այդ մահատատվան իր մեջ պարունակում է հիմա հոգեբանություն, ինչ որ մենք անցյալ անգամ խոսացել ենք, այսինքն 3 գոյավիճակները, չէ, հիմա տեսեք, 3 գոյավիճակները դա թշնամության, մրցակցության, համագործակցության հոգեբանությունն է, հիմա ինչ է ասում, ասում է այդ մահատատվան իր մեջ ներառում է այդ 3 տրամադրությունները, որով կենդանիակները գալիս են նյութական աշխարհ, հա, եւ հիմա ինչ ասեց, բայց այդ 3 գունան, այդ 3 գոյավիճակների փոխազդեցությունը ինքը սկսվում է ի շնորհիվ Գերագույն Աստծո անձնավորության ներկայության, սա ինքը սկզբունքորեն կարևոր կետ է, այսինքն արիացիները իրանք այդ դա է, սա է կոչվում արդեն հավատացյալ, հա, այսինքն արիացիները իրենք դա են պնդում, որ նյութը ինքը բան չի, էլի, ինքը անկախ արարիչ չի, ինչպես դա արդեն ներկայացնում են աստվածամերժերը, չէ, կամ աթեիստները, որ նյութը ինքը իրանով, իր մեջ, այսպես օդից ունի արարիչ ուժ, ես մի անգամ ձեր ուշադրությունն եմ գրավել այս խնդրի առաջ, չէ, որ սովորաբար աթեիստները իրանք մեղադրում են հոգևոր մարդկանց, որ հոգևոր մարդիկ իրենք հավատում են մի բանի, որը երբեք ոչ մեկ չի տեսել, իսկ այն նյութը, ինքը հիմա կա, եւ ինքը այո, ինքը ցուցաբերում է արարիչ ուժ, բայց երբ որ խոսքը գնում է նրա մասին, որ այդ նախասկզբնական միևնույն է, եւ աթեիստները, եւ հոգևոր մարդիկ ասում են կա ինչ-որ մի բան, հա, որտեղ ասենք, երբ որ աթեիստները իրանք ասում են կա նյութը, հոգևորն էլ է ասում կա նյութը, հասկանում եք, չէ, հիմա աթեիստները իրանք ասում են այդ նյութը ինքը տրաքեց, ձևավորվեց բան, սիստեմա, ես պնդում եմ ոչ մի քաոսից,
դեռ երբեք բնության մեջ այդպիսի օրինաչափություն չկա, որ քաոսից ստեղծվում է սիստեմա։ Հասկանում եք։ Տրանսֆորմացիա կա, բայց որ այդ երևույթը տեղի ունենա, որ պայթի ու ամեն ինչ հանկարծ սկսի իրար ձգողականության ուժը հայտնվի օդից, հա, սա ուրեմն ես այստեղ ասում եմ, որ ուշադրություն դարձրեք, որ այստեղ հոգևոր մարդկանց եւ աթեիստների դիրքը բացարձակապես նույնն է։ Իրանք հավատում են, որ սկզբում կար նյութը, հոգևոր մարդիկ հավատում են, որ սկզբում կար Աստված եւ նյութը իրա էներգիան էր։ Հիմա նյութապաշտները իրանք ասում են նյութը, այսպես ինքը իրանով կար, որտեղ մենք կարող ենք հարց տանք, չէ՞, իսկ որտեղից այդ նյութը, որտեղ երբ որ իրանք խոսում են նրա մասին, որ արարիչ չկա, չէ՞, ես այդ դրա մասին խոսել եմ արդեն։ Իրանք արդեն իսկ հենց ամենասկզբից խոսում են երկու կոմպոնենտ, դաժե 3 կոմպոնենտային աշխարհի մասին, չէ՞, որ կա տարածքը, որի մեջ կախված է եղել այդ նախասկզբնական նյութը, հա, հետո չգիտես ինչի այդ նյութը հանկարծ տրակ պայթել է եւ ձևավորվել են մոլորակային համակարգերը։ Սա հավատի հիմքի վրա է, չէ՞։ Հասկանում եք։ Այդ պայթյունը ինքը հավատի հիմքի վրա է։ Ոչ մեկ չի կարող բացատրի, թե ինչու այդ բանը ինքը, չգիտեմ, ինչ որ մի ժամանակ այսպես հանգիստ պարկած էր օդի մեջ, հա, հիմա տեսեք արդեն կա տարածություն, կա ժամանակ, կա նյութը։ Եվ ոչ մեկ չի կարող բացատրի դա որտեղից, հա։ Հիմա երբ որ մենք ասում ենք կա Աստված, մեզ ասում են դա հորինված է։ Երբ որ իրանք են ասում կա նյութ, եւ մենք ասում ենք բայ այդ նյութը որտեղից, իրանք են նույն ձևի այդ հարցի պատասխանը չունեն։ Դրա համար ես միշտ ասում եմ, եւ աստվածամերժերը, եւ հոգեվոր մարդիկ, իրանք հավասարաչափ հենված են հավատի վրա։ Թեկուզ թվում է, որ իրանք ընդունում են այն, ինչ որ կարելի է տեսնել, ձեռք տալ եւ այլն, չէ՞, բայց հենց ինքը ժամանակակից գիտությունը ապացուցում է, չէ՞, որ լիքը բաներ կա, որը մարդը ինքը չի տեսնում, մագնիսական դաշտը, ձգողական ուժը, բիոդաշտը, այս ինչը, մենք չենք տեսնում, չէ՞։ Բայց բաների միջոցով, պրիբորների միջոցով վաղուց հենց ինքը գիտությունը ապացուցել է, որ այդ ամեն ինչը կա։ Էլեկտրականությունը, ով կարող է տեսնի էլեկտրականությունը, ոչ մեկ, բայց բոլորս գիտենք, չէ, որ ինքը կա։ Եվ հիմա նստած ես հենց այդ երևույթից էլ օգտվում եմ։ Հասկանում եք, դրա համար այդ որ չեմ տեսնում, դա դեռ չի նշանակում, որ չկա։ Հասկանում եք։ Հիմա ուրեմն եւ մենք տեսնում ենք, որ խոսվեց նրա մասին, որ այդ 3 տրամադրությունները կան այդ մահատատվայի մեջ, հա, կա արդեն դրված մեջը հասկացողությունը, թե թշնամանքը ինչի է բերելու, կրքերը ինչի են բերելու եւ համագործակցությունը կամ բարիությունը ինչի է բերելու այս աշխարհում, չէ՞։ Հիմա ինքը ասում է, այդ 3 բաների բանը, взаимодействие, փոխազդեցությունը, հա, ինքը սկսվում է Գերագույն Աստծո անձնավորության ներկայության հաշվի։ Եվ սա ինքը շատ կարևոր գաղափար է։ Այսինքն, տեսեք, մենք կարող ենք ասել, որ ցանկացած խելացի մարդ ինքը կարող է նայել այս աշխարհում ապրող կենդանիակների հոգեբանությունը եւ ինքը կարող է ասել, հա, իրոք այդպիսի բան կա։ Կենդանիակների հիմնական տրամադրությունները դա թշնամանքն է, մրցակցությունը եւ բարիությունը, այսինքն համագործակցությունը, չէ՞։ Բայց այլացիները իրենք ասում են ոչ, այդ գոյավիճակը, այսինքն պատճառահետևանքային կապերը, իրանք ինքնուրույն պատճառը չեն այս աշխարհի։ Հասկանում եք։ Եվ այդ մահատատվան ինքը կոպիտ ասած կենթանանում է, որ սկսում է գործել, ոչ թե ինքն իրան, այդ ասում են ինքն իրան պայթեց, հա։ Այսա հիմա այդ process-ն է դիտարկվում, որ ինքը ինքն իրան չի, որ այն, որ ինքը կազմակերպված է, դա խոսում է նրա մասին, որ բանականություն է կպել այդտեղ, եւ որ ինչ-որ մի բանը կազմակերպված է, մենք պետք է հասկանանք, որ դա իմաստ ունի։ Հասկանում եք, չէ՞։
Ուրեմն, այստեղ խոսացվում է նրա մասին, որ շարժումը ինքը սկսվում է այնտեղ, որտեղ որ կա Գերագույն Աստծո անձնավորության կամքը, հա, եւ նյութական աշխարհը ինքը ակտիվանում է եւ սկսում է գործել։ Բայց այդ ընթացքում կա նաեւ մի շատ կարևոր թեմա, որ երբ որ արարիչը ինքը արարում է նյութական աշխարհը, ինքը այդ աշխարհի մասը երբեք չի դառնում։ Հասկանում եք։ Այսինքն իր ներկայությունը ինքը դառնում է նյութական աշխարհի արարման հիմք, բայց ինքը այդ աշխարհի մաս երբեք չի դառնում։ Հոգեբանության տեսանկյունից մենք սա քննարկել ենք, սա նշանակում է, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ոչ մի պարագայում երբեք չի իջնում, ուրեմն թշնամանքի, մրցակցության կամ վայելքի համար համագործակցության դաշտ։ Հասկանում եք։ Եվ այդ դա է նշանակում, որ ինքը երբեք չի դառնում մաս։ Հիմա խոսացվեց նրա մասին, որ առաջագործության երկրորդ էտապում հայտնվում է արդեն ամենակարևոր էլեմենտը՝ կեղծ եսը։ Հա, տեսեք, իրանք այդ հաջորդականությունն են նկարագրում, չէ՞, այսինքն առաջացավ տրամադրությունները, 3 տրամադրությունները, հա, եւ այդ 3 տրամադրությունների վրա մարմին ձևավորելու հիմքը, այն ինչ արիացիները կոչում են կեղծ ես, հա, եւ երբ որ տեղի է ունենում այդ կեղծ եսը ձևավորելու պոտենցիայի հնարավորությունը, չէ, այսա արդեն տիեզերական մասշտաբով ահռելի մեծ իրադարձություն է։ Ինչի համար, որովհետև հենց որ կենդանիակը ինքը կեղծ ես է ձեռք բերում, չէ, հիմա ինչ է նշանակում կենդանիակը եկավ նյութական աշխարհ, ինքը դարձավ էգոիստ, չէ, այսինքն իրան հետաքրքրում է միայն իր երջանկությունը, երբ որ կենդանիակին հետաքրքրում է միայն իր ու իր մտերիմներին, հա, երբ որ իրան հետաքրքրում է միայն իր կոնցենտրացված եւ տարածված էգոիզմը, այսպես ասենք, չէ, այդտեղ կենդանիակը ինքը անտարբեր է դառնում ուրիշ կենդանի, օտար, իր համար օտար կենդանիակների տառապանքի հանդեպ։ Երջանկության այլը դեռ կարող է նախանձի, բայց տառապանքի հանդեպ հաստատ անտարբեր է դառնում, չէ՞։ Եվ կեղծ եսը, այսինքն ինչի մասին է խոսքը գնում, երբ որ խոսքը գնում է կեղծ եսի մասին։ Կեղծ եսը դա այն էլեմենտն է, այն սկզբունքն է, հա, որի միջոցով կենդանիակը ինքը սկսում է բաժանել։ Սա ես եմ, սա ուրիշն է, սա իմն է, սա ուրիշինն է, հա, ես գործում եմ, ես գիտեմ, ես վայելում եմ, հա, ուրիշը գործում է, հա, այդ կեղծ եսը ինքը անջատում է կենդանիակներին իրարից, հասկանում եք, ուրեմն մինչև չի հայտնվում կեղծ եսի էլեմենտը, չէ, նկարագրվում է, որ բոլոր հոգիների գիտակցությունը ինքը տեղադրված է մահատ տատվայում, հա, այսինքն այդ ընդհանուր նյութական էներգիայում, որի մեջ այդ գիտակցությունները արդեն այդտեղ տեղադրված են, բայց դեռ իրար այսպես անջատված եւ նյութի մեջ ձևավորված կերպարանքով իրար դեռ չեն ընկալում։ Տեսեք, ինչքան մանրամասն են, չէ, արիացիները նկարագրում այդ process-ը։ Հասկանում եք, հա, այսինքն մինչև կեղծ եսի ձևավորումը, չէ, այդ նյութական արարչագործությունը ինքը չունի էլի այդ, ոնց ասեմ, այդ ինդիվիդուալնեստ, ոնց էր հայերեն, անհատականություն, հա, այդ անհատականությունը որպես նյութական աշխարհի կենտրոն, հասկանում եք,
Բայց երբ որ այդ կեղծ եսը ինքը հայտնվում է, նյութական աշխարհը ինքը ստանում է մեխանիզմ, հասկանում եք, որի միջոցով հավերժ հոգին, այդ հավերժ հոգու մաքուր գիտակցությունը կարող է իրան նույնացնել նյութական մարմնի հետ։ Երբ որ մենք ասում ենք կեղծ ես, դա ուղղակի գոռոզության մասին, կենցաղային իմաստով գոռոզության մասին չի խոսքը, էլի, որ ես բան հասկանում եք, սա ինքը կենթանի էակի, ոնց ասեմ, կենթանի էակի գիտակցության ֆունդամենտալ սխալն է, հասկանում եք, որտեղ հավերժ կենթանի էակը իրան է վերցնում, որպես բան էլի, սենց իր համար հոգեհարազատ, և հագնում է իրա վրա այդ ժամանակավոր նյութական կոնստրուկցիան, որը մենք կոչում ենք նյութական մարմին, հասկանում եք, և այդ սխալից, երբ որ հավերժ հոգին իրան խցկում է զորով, կոպիտ ասած, նյութական մարմնի մեջ, այդ սխալից է առաջանում արդեն մնացած ամեն ինչը, ինչ որ տեղի է ունենում այս նյութական աշխարհում։ Եվ կենթանի էակը ինքը սկսում է ղեկավարել ուրիշների ցանկությունները, փորձել, ճիգեր գործադրել, ղեկավարել ուրիշների ցանկությունները, իրականացնել սեփական ցանկությունները, վայելել այս աշխարհը, պաշտպանել իր դիրքը, ընդլայնել սեփականությունը, ապացուցել, որ միշտ ինքն է ճիշտ, համեմատել իրան ուրիշ կենդանիակների հետ, այդ հավելվածության մեջ նախանձել, չգիտեմ, հարգել, տրփանք ունենալ, ատելություն ունենալ եւ այլն, չէ, վախենալ կորուստներից, այդ ամեն ինչը ինքը սկսվում է կենդանիակի այդ սխալից, երբ որ հավերժ կենդանի էակը ինքը պատրաստ է լինում ընդունել ժամանակավոր նյութական մարմինը։ Այստեղ շատ կարևոր է, որ այս երկրորդական արարչագործության երկրորդ էտապին, կեղծ եսի հայտնվելուց հետո ասվեց, որ սկսում են ձևավորվել նյութական էլեմենտները, նյութական գիտելիքը եւ նյութական գործունեությունը, հասկանում եք, այսինքն սա խոսում է նրա մասին, որ ոչ թե միայն կենդանի էակի համար, ոնց ասեմ, էլի, ոչ թե միայն կենդանի էակի համար իր ներսում ձևավորվում է այդ կեղծ կենտրոնը, որ ինքը կա, բայց ինքը իրան նույնացնում է նյութական մարմնի հետ, այսինքն ես հենց այս մարմինն եմ, չէ, այդ եսը, դա ինքը բանը չէ, կենտրոն է, բայց երբ որ ինքը ասում է նյութական մարմնի հանդեպ ես սա եմ, սա իր կեղծ կենտրոնն է, հասկանում եք, և այդ է, հենց որ այդ կեղծ կենտրոնը, այդ էգոցենտրիկ կենտրոնը ինքը ձևավորվում է կենդանի էակի մեջ, արդեն նյութական աշխարհում, չէ, այն մնացած ամեն ինչը, ամբողջ աշխարհը դրանից հետո սկսում է կենդանի էակը ինքը ամբողջ աշխարհը սկսում է ընկալել, բանի տեսանկյունից, присвоение, սեփականացնելու, ինչը կարող եմ սեփականացնել, հասկանում եք, և գիտելիքը ինքը դառնում է իրականում տգիտություն, երբ որ կենդանի էակը ինքը չի կարողանում տեսնել ճշմարտությունը մաքուր վիճակում, այլ օգտագործում է գիտելիքը, ասենք, տեսեք, եթե մենք նայենք ուշադիր, չէ, ասենք, մեր մոլորակի վրա մարդն է, որ ամենաբանականն է, և ինչի վրա է օգտագործում, իսկ բանականությունն է, չէ, կուտակում գիտելիք, ինչի վրա է մարդը օգտագործում գիտելիքը, ինչի վրա, մի բանի վրա, չէ,
Նյութական աշխարհը եւ իրան շրջապատող աշխարհը ընդհանրապես ղեկավարման ենթարկելու վրա։ Հոգևոր աշխարհում կենդանիակը ինքը գործում է որպես ծառայություն մատուցած Գերագույն Աստծո ազնվորությանը։ Այսինքն Գերագույն Աստծո ազնվորությունը, երբ որ ինքը արարում է հոգևոր աշխարհը, ինքը մի նպատակ է հետապնդում, որ այդ գոյությունը վայելի ինքը եւ բոլոր կենդանիակները, հա? Եվ երբ որ կենդանիակները իրենք համաձայնվում են ծառայել այդ գաղափարին, որ եւ իրենք եւ բոլոր կենդանիակները պիտի վայելեն իրենց գոյությունը, չէ՞, դա մի իրականություն է, որը հենց արդեն կոչվում է հոգևոր աշխարհ, չէ՞։ Իսկ հիմա կենդանիակը ինքը արդեն իր համար կենտրոն սարքեց, չէ՞, էգոցենտրիկ կենտրոն սարքեց։ Եվ այդ ժամանակ ուրեմն կենդանիակի գործունեությունը նյութական այքեզորից կեղծիեսը ձեռք բերեց, գիտելիքը ինքը բան է, աղավաղված է, հա, եւ կենդանիակը ինքը ձգտում է գիտելիք ունենալ նրա համար, որպեսզի ղեկավարություն հաստատի շրջապատի վրա, հա, հիմա գործունեությունը, ուրեմն գործունեությունն է ինքը հոգևոր աշխարհի ծառայությունից, չէ, վերածվում է գործունեության, որտեղ կենդանիակը գործում է միայն եւ միայն նրա համար, որպեսզի որպես միջոց ինքնահաստատվելու։ Հասկանում եք, չէ՞։ Հա, եւ հիմա տեսեք, ուրեմն խոսացվեց նրա մասին, որ գիտելիքը բան եղավ էլեմենտները, հա, հետո բանը, այսինքն նյութական էլեմենտները, նյութական գիտելիքը, նյութական գործունեությունը։ Եվ այս է, չէ՞։ Հիմա էլեմենտներն էլ իրանք ուրեմն թեկուզ պատկանում են նյութական աշխարհի էլեմենտները, այսինքն այս ավելիչը, չէ՞։ Հիմա այստեղ էլ մենք ստանում ենք դա, որ կենդանիակը ինքը ինչպես է ընկալում, որ այն էլեմենտները, որը իրականում պատկանում են Գերագույն Աստծո ազնվորությանը, որ դա իրականում իր էներգիաներն են, կենդանիակը ինքը ընկալում է այդպես, որ այս աշխարհը գոյություն ունի, որ ինձ հնարավորություն տա վայելելու։ Չէ՞։ Հիմա տեսեք, եւ այս սրանից հետո հայտարարվեց, որ սկսվում է առաջագործության երրորդ этаպը։ Ու որն էր այդ этаպը։ Հիմա արդեն էլեմենտները, այդ էլեմենտները, նյութական էլեմենտները, այսինքն տարերքները, հա, նյութական էլեմենտները կան, նյութական գիտելիքը կա, իսկ նյութական գիտելիքը ինքը միշտ ցույց է տալիս, որ նյութը ինքը անկախ է։ Այսինքն որ Աստված չկա, հա, եւ դրա հիմքի վրա կենդանիակը ինքը հնարավորություն է ստանում նյութական գործողություններ կատարել, այսինքն գործողություններ կատարել, որտեղ իր համար իր ներսում գլխավոր վայելողը ինքը պիտի լինի։ Հասկանում եք, սրա մասին է իմ այստեղ խոսքը, չէ՞։ Եվ երրորդ этаպը ինքը նկարագրվեց այդպես, որ այդ դրանից հետո, երբ որ կենդանիակը ինքը այդ հնարավորությունն է ստանում գործել, հա, էգոցենտրիկ, որ ինքը վայելի, նոր դրանից հետո արարվում են ուրեմն բան անկալման օբյեկտները, հա, այսինքն դրանք անկալման բան էլի նուրբ անկալման զգայարաններն են, դա ձայնն է, դա շոշափելիքն է, դա տեսողությունն է, այսինքն ֆորման, հա, դա համն է եւ հոտը։ Հասկանում եք, հա, եւ այդ, այսինքն հիմա Գերագույն Աստծո ազնվորությունը արդեն գործունեությունը բարձվեց, հա, նյութական գիտելիքի բանը էլի, պրիրոդա, բնությունը բարձ դարձավ, հետո հաջորդը ուրեմն նյութական գործունեության բնությունը բարձ է դառնում, կոպիտ ասած, չէ՞։ Եվ հիմա սկսվում է թե ինչ տեխնիկապես հոգևոր հոգին ինչի միջոցով պիտի ընկալի արտաքին աշխարհը, հա, եւ այդտեղ գալիս է այդա, որ ցանկացած օբյեկտ նյութական աշխարհում ինքը արտաբերում է ձայն, իրան կարելի է կպնել, կարելի է տեսնել, կարելի է համ տեսել,
եւ կարելի է հոտ առնել։ Այսինքն հիմա այս բոլոր ունակությունները իրանք բաժանվեցին մասերի։ Սա հետաքրքիր կետ է, որովհետև առաջ գնալով ասեմ, որ հոգևոր մարմինը արիացիները նկարագրում են այդպես, որ հոգևոր մարմնի համար ամեն մի զգայարանը ինքը կարող է կատարի մնացած զգայարանների ֆունկցիան։ Եվ հիմա այդ սկզբունքից արդեն նոր սկսվում է ձևավորվել կոպիտ մարմինը։ Այսինքն ձևավորվում է ականջը, որպեսզի կարողանա լսի ձայնը, ձևավորվում է մաշկը, որպեսզի կարողանա շոշափի, ձևավորվում են աչքերը, որպեսզի կարողանա տեսնի, եւ այլն։ Արդեն ձևավորվում են կոպիտ նյութական էլեմենտները, որը եւ կազմում են կենդանիակի նյութական կոպիտ մարմինը։ Հասկանում եք։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Գերագույն Աստծո անձնավորությունը, երբ որ ինքը առաջագործությունը անում է, շատ ուժեղ տրամաբանություն կա այդ քայլերի մեջ, չէ՞։ Այսինքն նախքան այդ կոպիտ, որ նյութը ինքը դառնա բան, ինչ որ առարկաներ, այդ դրանից առաջ ստեղծվում է այդ ընկալման զգայարանները, որոնց միջոցով հնարավոր կլինի այդ ամեն ինչը ընկալել։ Հասկացաք, չէ՞։ Եվ սա ինքը իրականում շատ կարևոր կետ է, որովհետև նյութական աշխարհը ինքը ոչ թե արարվում է ուղղակի սենց էլի, որ բաներ, օրինակ ասենք, որ սենյակի մեջ, դե հիմա սենյակը, այնտեղ ինչ որ լիքը բաներ են այսպես գցած։ Հասկանում եք։ Այսինքն ինքը այսպես գցած իրերի հավաքածու չի նյութական աշխարհը։ Հասկանում եք, չէ՞։ Ու այո, ինքը հիմա արդեն առաջի քայլը դա է, որ պիտի արարվի աշխարհ, որը կարելի է լսել, ձեռք տալ, տեսնել, չգիտեմ, համտեսել եւ հոտ առնել։ Այսինքն դա արդեն հաջորդ քայլով կոպիտ նյութը ինքը պիտի ձևավորվի այնպես, որ ուղղված լինի այդ զգայարաններին։ Հասկանում եք։ Դրա համար է, որ փաստացի արիացիները իրանք հիմա ինչ են նկարագրում, չէ՞, որ պայմանավորված հոգին ինքը երբ որ մտնում է այդ նեյտրալ մահատատվայի մեջ, դա երկար չի տևում, էլի, որովհետև ինքը մտնում է իրականում հոգին այդ նախապատրաստական այդ աշխատանքներն են գնում, եւ հոգին, երբ որ ինքը մտնում է մահատատվայի մեջ, չէ, ինքը արդեն բան է, ինքը արդեն պատրաստ է այն ամեն ինչը, ինչի միջոցով, որ ինքը ընկալելու է այս աշխարհը։ Տեսեք, շատ է, չէ՞, հիշեցնում այն, որ մենք հիմա փորձում ենք ռոբոտներ սարքել։ Հասկանում եք։ Հիմա ուրեմն 4-րդ էտապը ինքը նկարագրվեց, որ ձևավորվում է գիտելիքը եւ արդեն տեսեք, այնտեղ ինքը պրոստը ոնց որ կոպիտ ասած ոնց որ գաղափարը կա, իսկ այստեղ արդեն կոնկրետ գիտելիքը կա, այսինքն տեսեք, արարվում են զգայարանները, չէ, այսինքն ոչ թե զգայարանները, այլ այն ինչ որ հնարավոր է օբյեկտների բանը էլի, այդ գաղափարը, որ այն կարելի է լսել, կարելի է տեսնել, կարելի է շոշափել, կարելի է հոտ քաշել, կարելի է եսի ինչ, չէ, եւ դրա հաջորդը արդեն նյութական գիտելիքն է, այսինքն երբ որ զգայարանը ինքը կոնտակտի մեջ է մտնում ցանկացած օբյեկտի հետ, ու այդ ամեն մարմին ինքը պիտի ունենա այս 5 զգայարանները, որոնց միջոցով ինքը կարող է ընկալի նյութական աշխարհը։ Չէ՞։ Եվ այդ ընկալման հիմքի վրա ինքը պետք է ունենա զգայարաններ, որոնց միջոցով կարող է գործել։ Հասկանում եք։
Չէ, ուրեմն զգայարանի եւ օբյեկտի մեջ միջև տեղի է ունենում գիտելիքի կուտակում, գիտելիք, ես գիտելիք եմ զարգացնում։ Ես նայում եմ, սա սև է, ունի հաճելի մակերես, բայց ոչ հարթ, մի թեթև ինչ-որ բան ունի, չէ, ուրեմն հիմա ինչ-որ տարօրինակ հոտ ունի, հա, նախատեսված է եսի միջի համար, այդ երբ որ փակվում է ձայն է հանում, հասկանում եք, չէ, ուրեմն կա այս իրը, կան զգայարանները, եւ հիմա այ կա մեջտեղն է մտնում գիտելիքը, որի միջոցով երբ որ զգայարանը ընկալեց այս իրը, այմ այդ ընկալածը պիտի դառնա գիտելիք, հա, իսկ այդ գիտելիք դարձածը պիտի դառնա հիմք գործողության համար, այսինքն եթե ես սա տեսնում եմ, հա, ընկալում եմ իրան որպես օրինակ ակնոցների աման, չէ, դրանից հետո ինչ է լինում, ես կարողանում եմ վերցնել սա, եթե ես ակնոց ունեմ, հանել եւ ակնոցը դնել այնտեղ, այսինքն հայտնվեց գործողությունը, հասկանում եք, չէ, ինչքան մանրամասն են հիմա արիացիները նկարագրում, եւ այսա, երբ որ ասում է գիտելիքը եւ գործողությունը, սա արդեն ինստրումենտների մասին է խոսքը, հասկանում եք, այսինքն կենդանիակը ինքը գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այդ դա է մտցնում, որ կենդանիակը ինքը պիտի կարողանա ընկալել այս աշխարհը, հա, կարողանա այդ ընկալման միջոցով գիտելիք ձեռք բերել այս աշխարհի մասին եւ գործել այս աշխարհում, հա, այսինքն զգայարանները իրանք տալիս են այս աշխարհի մասին գիտելիք, հա, իսկ արդեն այն զգայարանները, որոնք գործող են, այսինքն ոտքերը, ձեռքերը, ասենք բանը, լեզուն, որ խոսում ենք, չէ, սա այլ է գործող էլեմենտ, եւ համարվում է սեռական օրգաններն են գործող էլեմենտ եւ այդ բան անուսը, չէ, եւ այդպես ձևավորվում է հիմա ձևավորվեց կենդանիակի կոպիտ մարմնի սկզբունքները եւ արդեն կա կեղծ եսը, կան նյութական օբյեկտները, որոնք ենթակա են ընկալման, կան զգայարանները, որոնք ընդունակ են ընկալել, կա գիտելիք այդ կոնտակտի ընթացքում գիտելիք կուտակելու օրգանը, որը կոչվում է բանականություն, եւ կա այդ ամեն ինչի, այսինքն նյութական աշխարհում արդեն գոյություն ունեցող օբյեկտների համար նախատեսված գործունեությունը, հա, այսինքն այս երկու տեքստերը իրանք շատ կարևոր բանել, այսպես հաջորդականություն են ներկայացնում, որ սկզբում հայտնվում է նյութական պոտենցիան, հետո հայտնվում է այդ կեղծ կենտրոնը, որի միջոցով կենդանիակը իրեն է սեփականաշտորում է, իրեն սեփականաշտորում, այս նյութական մարմինը սեփականաշտորում է իրեն, հա, հետո առաջանում են ընկալման օբյեկտները, հետո առաջանում են այդ ինստրումենտները, որոնք իրանք ընկալում են այդ օբյեկտները եւ գիտելիք են զարգացնում այդ օբյեկտերի վերաբերյալ, հետո նոր դրանից հետո առաջանում է այդ գիտելիքի հիմքի վրա գործելու ունակությունը, չէ, այսինքն հիմա արիացիները իրենք նկարագրում են, թե ինչպես է ձևավորվում ուրեմն նյութական պայմանավորված վիճակի դաշտը, հա, եւ այստեղից մենք ինչ ենք կարողանում հասկանանք, մենք կարողանում ենք հասկանանք, որ նյութական աշխարհը ինքը դառնում է հնարավոր, հա, ոչ թե մենակ այն պատճառով, որ կան օբյեկտները, հասկանում եք, այլ կա նաեւ կեղծ եսը, որպես կենդանի էակ, հասկանում եք, որը ինքը փաստացի նյութական աշխարհում կա, այդ հայտարարությամբ, ես կընկալեմ այս աշխարհը,
ես կփորձեմ գործել այս աշխարհում, որպեսզի վայելեմ այն։ Հասկանում եք։ Եվ դրա համար այս տեքստերը իրանք իրականում շատ կարևոր են, գիտեք ոնց, հատկապես հոգու մաքրագործման այդ հոգու մաքրագործման տեսանկյունից, հա, որովհետև իրանք ցույց են տալիս խնդրի արմատը, որ խնդրի արմատը ինքը ոչ թե զգացմունքների մեջ է, ոչ թե զգայարանների մեջ է, հա, եւ նույնիսկ օբյեկտների մեջ չի, որոնք գոյություն ունեն այս աշխարհում։ Խնդրի արմատը ինքը կեղծ եսի մեջ է։ Այն երբ որ կենդանիակը ինքը իրան սեփականաշտորեց իր համար որևիցե կոպիտ նյութական բան։ Եվ այդ կեղծ եսը ինքը սկսեց սեփականացնել գիտելիքը, գործողությունները եւ վայելելու իրավունքը։ Հասկանում եք, այլ որ կենդանիակը ինքը այդ կեղծ եսը ինքը այդպես է, այդ պոտենցիալն է։ Ես կարող եմ զարգացնեմ գիտելիք, կարող եմ գործեմ, որպեսզի վայելեմ։ Հա, եւ այդտեղ տեսեք այդ ամեն ինչի մեջ այդ մենակ ես, всё, կարևոր դեմքը դարձա ես։ Հիմա այս տեքստերը իրանք հոգեբանական տեսանկյունից նկարագրում են այդ, ինչ որ մենք անցյալ անգամ ես խնդրեցի, որ դուք հիշեք այդ գաղափարը, հրեացիների իրենք առաջ են քաշում պայմանավորված գիտակցություն։ Այսինքն, երբ որ մաքուր հոգու գիտակցությունը ինքը մտնում է նյութական աշխարհ եւ նույնացնում է իրան նյութական մարմնի հետ։ Դա կոչվում է, որ ինքը իրեն պայմանավորեց, ամուսնովիլ, հա, պայմանավորեց նյութական մարմնով։ Հա, հիմա տեսեք։ Այսինքն նկարագրվեց մահատտատվան, որը ինքը հոգեբանական տեսանկյունից դա մի վիճակ է, երբ այդ նյութական բազմազանությունը, այսինքն կենդանիակի գիտակցությունը ինքը արդեն մտել է նյութական աշխարհ, բայց դեռ ինստրումենտ, որի միջոցով ինքը գործելու է այս աշխարհում, այսինքն նյութական մարմին, դեռ չի ստացել։ Հա? Հիմա, իսկ դա նշանակում է, որ պոտենցիալ այդ մահատտատվայի մեջ, երբ որ գիտակցությունները տեղավորվեցին այդտեղ, չէ, պոտենցիալ իր մեջ արդեն ամեն ինչը կա։ Բայց ինքը դեռ չի արտահայտվել, ինքը դեռ չի դարձել պատմություն։ Հասկանում եք։ Ու այդտեղից սկսում է առաջանալ այդ նյութն ինքը իր բնությունը ունի եւ այդ բնությամբ ինքը ազդում է հոգու գիտակցության վրա։ Հա? Եվ այդտեղից է, որ կեղծ եսի մոտ առաջանում են այդ գաղափարները, չգիտեմ, ես ուզում եմ, ես վախենում եմ, ես տիրում եմ, հա, ես պիտի լինեմ առաջինը, ես կորցնում եմ, ես ձեռք եմ բերում, եւ այլն։ Կներեք, ցայնալարերս չորանում են։ Հիմա երկրորդ էտապով, երբ որ սկսում է ձևավորվել կեղծ եսը, դա արդեն բանն է, այդ ներքին, այդ էգոցենտրիկ, հոգեբանական փոփոխություններ են տեղի ունենում այդտեղ հոգու հետ, հասկանում եք, կենդանիակը ինքը այն վիճակից, որ ինքը տրամադրված էր դեպի դուրս, հա, այսինքն որ կարևոր է, որ ոչ թե որ ինքը իրան էր հանում արակից, չէ, իմ բայելքը կան, իմ երանությունը կարևոր է, բայց կարևոր է, որ այդ երանությունը ինքը համապատասխանի գերագույն աստվածավորության կամքի հետ, չէ, կամքին։ Հիմա որ այդ կեղծ եսը դա այդ է, որ գիտակցությունը ինքը պատտվեց դեպի ինքը իրան։ Հասկանում եք։ Եվ այստեղից է, որ սկսվում է նյութական աշխարհում կենդանիակի հոգեբանական, եթե կարելի այդպես ասել, դրաման։ Հասկանում եք,
որտեղ հոգին ինքը ոչ թե ընկալում է իրականությունը, այլ ցանկացած իրականության մեջ ինքը իրան է դնում կենտրոնում։ Հասկանում եք։ Եվ այդ ժամանակ ինչ է նշանակում ինքը իրան է դնում։ Կորցրեց օբյեկտիվությունը, չէ՞։ Այսինքն ինքը ոչ թե ուղակի տեսնում է իրադարձություններ կամ ասենք ինչ որ բան, չէ, այլ ինքը միշտ մտածում է նրա մասին, թե այն ինչ որ տեղի է ունենում արտաքին աշխարհում, ինչ նշանակություն ունի կոնկրետ իմ համար։ Հասկանում եք։ Այսինքն ինքը օրինակի համար ոչ թե ինչ որ խոսքեր է լսում, չէ, կամ ոչ թե ինչ որ բաների է նայում, այլ միշտ այդ ամեն ինչի մեջ իր ամենասկզբում, այդ ամեն ինչից առաջ միշտ կա կեղծ եսը։ Հասկանում եք, այսինքն այդ կոմպոնենտը, որը ինքը այդպես ենթագիտակցության մեջ դրած տրամադրություն է։ Ցանկացած բան, ինչ է նշանակում ինքը կոնկրետ իմ համար։ Հասկանում եք։ Եվ երբ որ կենթանեակը ինքը գործում է նյութական աշխարհում, չէ, ինքը այն մենակ մի բանով է զբաղված։ Հասկանում եք, հաստատել իր значимость, կարևորությունը։ Այ Ֆրեյդը ինքը այստեղից է էլի այդ գաղափարը վերցրել։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա ուրեմն մենք հասկացանք, որ կեղծ եսը դա մի էլեմենտ է, որը ինքը ստեղծում է իրականում աշխարհի խեղաթյուրված պատկերը, որտեղ ամեն ինչը գնահատվում է այդ սեփական եսի տեսանկյունից։ Ինձ ընդունեցին, թե ոչ, ինձ շրջանցեցին, թե ոչ, ինձ սիրում են, թե ոչ, ինձ տվեցին առաջնություն, թե ոչ, իմ ցանկությունները կատարվեցին, թե ոչ, այսինքն ցանկացած իրադարձություն, չէ, տեսեք, ու դրա ամենամեծ բաները որն են, չէ, ասենք տեսեք նույնիսկ նույն պետության մեջ, չէ, հիմա այս պահին ցավոք սրտի երբեք չեք կարող այդպիսի բաների վրա ուրախանալ, չէ, ասենք Պարսկաստանում եւ ասենք արևելքում կամ Ասիայում, в общем, այդ Պարսկաստան, Իրաք, չգիտեմ, այստեղ, չէ, հիմա շատ թեժ իրավիճակ է։ Բայց նույնիսկ այդտեղ, չէ, օրինակ ասենք, մենք շուտ այս ընդհանրապես Ամենը մի քանի տարի անցավ, չէ, որ պատերազմ տեսանք։ Այդ պատերազմի ընթացքում որն էր իրականությունը։ Հենց այդ պահին, հասկանում եք։ Ես այսպես անկեղծ որ ասեմ, շատ ջղայնացած պահեր եմ ունեցել այդ տարիներին, այդ օրերին, որովհետև հենց այդ պահին, երբ որ պատերազմ է գնում, երբ որ բոլորս գիտակցում ենք, որ հիմա այնտեղ մեր ազգակիցներն են մահանում են, որպեսզի մենք կարողանանք խաղաղության մեջ քնել վեր կենալ, հա, բայց դա ոչ մեկին չէր խանգարում, չէ, որ հենց այստեղ, հենց այդ պահին, հասկանում եք, մարդիկ շարունակեին ամուսնանալ, չէ, օրինակ ես միշտ այդ օրինակն եմ, չէ, բերում, որ ասենք, օրինակ ես այն սերունդից եմ, որտեղ չկային սալոնները, որտեղից մարդիկ թաղում էին իրենց մտերիմներին, չէ, եւ ամեն ինչը արվում էր տնից, հա, եւ կար այդ մշակույթը, կար այդ հարգանքը, հասկանում եք, որ ասենք մարդը ինքը, եթե մարդ էր մահանում, մենք մի շաբաթ հեռուստացույցը այսպես շատ, եթե աշխատում էինք, մեծերը աշխատում էին այնպես անել, որ չմիացնենք, իրանք չէին միացնում, ասենք դե մենք երեխա էինք, մուլտերը նայելու համար կարող է ինչ-որ մի մոմենտ միացնեին, որ մենք այդ մուլտիկները նայենք, չէ, այսպես մենք հեռուստացույցին շատ մոտիկ էինք նստում, որտեղ ձայնը այնքան էին իջացնում, որ հանկարծ հարևանները չլսեն, որ դու այդ պահին ինչ-որ ուրախանում ես, մուլտիկներ ես նայում, հասկանում եք, ասենք ինչ-որ մի շրջան մարդիկ ծնունդը տանը չէին անում, հարսանի բացառված էր, չէ, եթե ասենք կողքը քո հարևանը, որի հետ դու
տարիներ շարունակ ապրում ես կորուստ ունի։ Չէ, բայց տեսեք, այլ որ ինքը էգոցենտրիզմ է, չէ, միևնույն է։ Նույնիսկ մեր շենքում ասենք, մեկ էլ կային այդպիսի մարդիկ, որոնք իրենք այդ հարցը այսպես համ չէին անում, բայց համ էլ մուննաթով չէին անում, էլի ոչ թե սրտանց։ Հասկանում եք, ինչի, որտեղ իրանք այդ հարևանին չէին սիրում։ Կամ ասենք իրանք մտածում էին, ես ինչի պիտի ծնունդս ինձ անհանգստություն պատճառեմ, իմ ուրախությունը չապրեմ, ինչա թե այնտեղ ինչ որ մեկը մահացել է։ Այդպես կոպիտ կարող է լինի։ Կեղծ եսը, հասկանում եք, որտեղ օրինակ ասենք, եթե մենք արդեն հոգևոր տեսանկյունից ենք խոսում, չէ, իրական հոգևոր մարդը ինքը երբեք չի կարող անտարբեր լինի ուրիշի ցավի հանդեպ, որտեղ առաքինության մեջ հոգին է սկսում զարթնել, իսկ հոգին ինքը շատ ուժեղ զգում է, ինքը շատ ուժեղ զգում է իրա ուրիշ կենդանիակների եւ Աստծո մեջի եղած կապը։ Հասկանում եք, դրա հաշվին է, որ հոգևոր աշխարհում կենդանիակները երբեք իրար հանդեպ վատ տրամադրություն չէ, որ վատ տրամադրություն միանգամից Աստվածանջատում իրան բերում է գիտակցությունը փոխում է նյութական աշխարհ, չէ՞։ Ինչու համար, որովհետև այդ նյութական աշխարհում կենդանիակը ինքը որ ինքը դառնում է ինքը իր կենտրոնը, չէ՞, ինքը իրան զգում է ուրիշներից անջատ։ Հասկանում եք, այդ բանը, որ ինքը իր էգոիզմը դա նշանակում է, ես չեմ ուզում իմանալ դու ոնց ես, ինձ համար կարևոր է ոնց եմ ես։ Սա է չէ խնդիրը։ Հասկանում եք։ Իսկ կեղծ եսը ինքը, ասենք, կենդանիակը նյութական աշխարհ է գալիս, որպեսզի ինչ-որ մի հատ իր համար հատուկ դիրքի հասնի, չէ։ Եվ կեղծ եսը ինքը միշտ պահանջում է ինքը իր համար հատուկ օրենք, որ այն ինչ որ կատարվում է բոլորի հետ, հատկապես եթե վատ բան է կատարվում, դա իրան չվերաբերվի։ Հասկանում եք, եւ կենդանիակը նյութական այդ կեղծ եսը ինքը չի ուզում, ինքը դա չի ուզում, որ ինքը լինի ընդամենը բոլորից մեկը։ Ինքը միշտ ուզում է լինել կենտրոնը։ Սա է կեղծ եսի ամենագլխավոր տրամադրությունը։ Հասկանում եք։ Եվ դրա համար, երբ որ կենդանիակը ինքը, ասենք, գալիս է արդարության, ճշմարտության, հա, հասկանում եք, չէ՞, ուրեմն դա ինքը իրականում այսպես շատ բան դեր է կատարում, էլի, կեղծ եսի համար ավիրող դեր է կատարում։ Հասկանում եք, ինչի համար, որովհետև հենց որ միտքը ինքը գնաց դեպի արդարություն, արդեն երբ որ ազնվորությունը ինքը հոգևոր կյանք է մտնում, չէ, առաջի բանը, որ անում է արդար միտքը, ինքը կենդանիակից խլում է այդ իրավունքը, որ ես յուրահատուկ եմ։ Հասկանում եք, եւ ես միշտ ասում եմ, այդ յուրահատկության վիճակը, չէ, ինքը հատկապես ցայտուն երևում է նորեկ հոգևոր մարդկանց աղոթքների մեջ, որտեղ ազնվորությունը ինքը հիմնական այդ ամբողջ աղոթքը, ինչ աղոթք ուզում է ասի այդպիսի ազնվորությունը, չէ, իր բոլոր աղոթքները մի թեմա է։ Աստված ջան, բոլորի հանդեպ եղի արդար, իմ հանդեպ եղի ողորմած, այսինքն, ով ես միշտ ասում եմ ճանճը տզա իրան պատժի ըստ արդարության, հա, բայց ես եթե 100 հատ մարդ էլ սպանեմ, ինձի ների էլի։ Դա է չէ միակ աղոթքը կենդանիակի իրականում։ Հասկանում եք, չէ՞։ Իսկ արդար միտքը ինքը այս զրկում է կենդանը, իրական հոգևոր կյանքը ինքը հենց դա պիտի անի։ Ինքը պիտի զրկի անձնավորությունը այդ բանից էլի, որ ես յուրահատուկ եմ։ Հասկանում եք։ Եվ եկեք այստեղ կանգնենք եւ առաջագործության 3-րդ этаպը կքննարկենք արդեն Աստծո ողորմածության վաղը, եթե լինի խաղաղություն։ Ստեսություն։